Հայաստանը 2026-ին կհյուրընկալի գինու ամենահեղինակավոր համտես մրցույթը Կոնկուրս Մոնդիալը։ Այն համախմբում է 70 երկրից ժամանած գինու փորձագետների, որոնք կույր համտեսի միջոցով հազարավոր նմուշներից ընտրում են լավագույնները, պարգևատրելով ոսկե եւ արծաթե մեդալներով։ Դա նշանակում է, որ 65 երկրից 400-ից ավել գինու բարձր վարկանիշ ունեցող փորձագետներ, գնորդներ, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ, սոմելիեներ կայցելեն Հայաստան։ Սա մեր երկրի համար բավականին լավ հնարավորություն է նախ եւ առաջ երկիրը ներկայացնելու, հայկական գինու ճանաչելիությունը բարձրացնելու, ինչպես նաեւ բիզնես համագործակցություններ ստեղծելու համար։ 1994-ին Բելգիայում հիմնադրված մրցույթն ամեն տարի հյուրընկալվում է մի երկրում։ Վերջին տարիներին այն անցկացվել է Իսպանիայում, Իտալիայում, Մեքսիկայում եւ այլ երկրներում։ 2026-ին մրցույթն առաջին անգամ կգա մեր տարածաշրջան։ Շատ երկրներ մրցակցում են այս նշանավոր միջոցառումը իրենց երկիր տանելու համար։ Նվազագույնը մեր տարածաշրջանում երկու երկիր, Հայաստանը եւ Վրաստանը, պայքար ասելով նկատի ունեմ լավ իմաստով, երկիրը դիրքավորել որպես գինու երկիր եւ փորձել հնարավորինս շատ գինի վաճառել։ 2025-ի մրցույթը օրերս կայացավ Չինաստանի Ինչուան քաղաքում։ Հայաստանը ներկայացել էր մեծ պատվիրակությամբ, ցուցադրվեց մեր երկրի գինեգործությանը նվիրված տեսահոլովակ, որն անմիջապես գրավեց մասնակիցների ուշադրությունը։ Մրցույթը Հայաստան բերելը պատահական չէ, դա տարիների հետևողական աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ Հայաստանը միջազգային հարթակներում ընկալվում է որպես վերածնվող գինեգործական երկիր, եզակի խաղողի սորտերով ու դրանցից ստացվող ինքնատիպ գինիներով։ Մարդիկ, որոնք որ իրենց ոլորտում հեղինակություն է, այդ մարդկանց մենք հնարավորություն ենք ունենում ծանոթացնել Հայաստանի գինեգործության, Հայաստանի մշակույթին, մենք միջոցառումների ցանկ ենք կազմել, որի արդյունքում նրանք կայցելեն մեր գինեգործարաններ, կծանոթանան մեր գինիներին, կայցելեն մեր խաղողագործական, խաղողի արտադրության վայրեր, մեր այգիները կայցելեն, նրանք կլինեն մեր պատմամշակութային վայրերում։ Ճիշտ է, մրցույթը դիտարկում է գինու դիրքավորումը գլոբալ շուկայում, բայց այս տարի այն բացեց նոր հեռանկարներ հատկապես չինական հոռեկա ոլորտում։ Մրցույթից հետո արձագանքը բավականին լավն էր հայկական գինիների մասով, մոտենում էին, հարցնում էին սորտերը, գինիների մասով էին հարցեր տալիս։ Կարծում եմ չինական շուկան մեզ համար եւս հետաքրքիր է։ Մենք չենք խոսում լայնածավալ ներկայացման մասին, այլ խոսում ենք ավելի շատ հոռեկայում ներկայանալու մասին եւ կարծում յուրաքանչյուր գինի սպառող երկրում հայկական գինիները կարող են հետաքրքիր լինել։ Մրցույթը Հայաստանը կհյուրընկալի հաջորդ տարվա մայիսի վերջ, հունիսի սկզբին, համատեղելով Երևանի գինու օրերի հետ։ Այս ձևաչափը կստեղծի բացառիկ հնարավորություն Հայաստան եկած գինու գնորդներին ուղղակի կապ հաստատելու տեղական արտադրողների հետ։ Որպես 2026-ի հյուրընկալող երկիր, Հայաստանն այս տարի Չինաստանում կազմակերպել է պատվոճ աշկերույթ։ Մեր երկրի խոհարարները ներկայացրել են հայկական ազգային ուտեստներ։ Կարծում եմ նման միջոցառումներ շատ պետք է իրականացնենք, որպեսզի մենք կարողանանք աշխարհում ընկալվել որպես գինեգործական երկիր։ Կոնկուրս Մոնդիալը գինու Օսկարն է եւ այդ մրցույթը Հայաստան բերելը կարևոր քայլ է գինու արտահանման եւ միջազգային ճանաչման ճանապարհին։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։